Շնորհակալ եք, որ եկաք, տաղավար եւ այսպես մի քանի թեմաների հետ կապված ձեր տեսակետը կուզենք լսել։ Երեք հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը ասում է. Հայաստանը մեր աչքի առաջ մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն։ Ինչու եք ասելու այս մարդուն։ Շնորհակալ եմ ձերված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Ինչ ունեմ, իսկ գուցե հարցնեք ինչ չունեմ ասելու։ Այս տխմար, թեթևամիտ, այս անդասյարակ, այս թուրքի լամուկ վերջապես իբր վարչապետը ծաղր ու ծանակ է ենթարկում մեր հայրենիքը։ Այ անուս, այ հայատյաց, դու էլ բան ու գործ չունես, ատելությունդ քանի երանգ ունի, ինչքան ծալքեր կան, որ իբր թե դու ես, հա, Հայաստանը դարձնում Հայաստան, հողը քեզ լույս աշխարհ բերողի գլխին չորանար այդ արգանդը, որ քեզ նման շան վաստակը արևի երես դուրս չգար, ամոթ բոլոր նրանց, ես իրեն չեմ ասում, ովքեր ես հիմարի ասածը ընդունում են լուրջ, այ գետինը մտած, երբ որ 30 տարի Հայաստանը, միաժամանակ Արցախը, երկու հայկական պետություն, երկու հզոր բանակներով կային ճանաչում էին ստացել, երբ որ այդ երկու երկրների նախագահները դրսում էին գտնվում, եթե Հայաստանը ընկալվում էր որպես պետություն, ապա Արցախը ճանաչվում էր որպես չճանաչված պետություն։ Դու հասկանում ես սա ինչ է նշանակում։ Ամբողջ աշխարհի մամուլը գրում էր այդ մասին, որ ասենք Ռոբերտ Քոչարյանը չճանաչված պետության ճանաչված նախագահներ։ Հիմա դու այն որ չգիտեմ, անհարմար է եթերում նման բաներ ասել, որ դու որ շան պոչի նման վազում ես այս երկրի ղեկավարի հետևից, այն երկրի ղեկավարի հետևից, նախկինում Հայաստանի ղեկավարները նման բաներ չէին անում, նրանք առանց հրավիրելու որևէ տեղ չէին գնում, էնել ընտանյոք հանդերձ, հիմա մի տեսակ դարձել է կարծեք խաղոպար երկիր ղեկավարելը, Վենսն էլ եկավ իր մանկապարտեզով, այ քեզ բան։ Հիմա ով է իրական ծայրագավառը։ Հիմա մանկապարտեզով գալիս է նուր, Վենսը իր երեխաներով կգնա Պուտինի մոտ, հարցնում եմ, կգնա ուրիշ տեղ, չի գնա։ Նորից հիմա վերը անդրադառնամ այդ հայտարարությանը, ծայրագավառ սարքել ես դու, անամոթ, ծայրագավառ է սարքվել, որովհետև անտերի տպավորություն է թողնում մեր երկիրը, ու համաշխարհային գիշատիչները, երախները այսքան լայն բացարած վրա են տվել մեր երկրին, թրիփ են սարքում, Թրամփի ուղի են սարքում, միջանցք են սարքում, միջին միջանցք են սարքում, էլի չգիտեմ ինչ գրողու ցավ են սարքում, ժողովուրդ, մինչև երբ պիտի հանդուրժես դու սրան, այս խեղ կատակին, այս խեղ կատակը քիչ է, նաև իր կողակից ասեմ, հա, թող մի քիչ նուրբ փնչի, իրեքը, մինչև երբ պիտի Հայաստանը ծամոն դարձնեն գցեն աշխարհի բերանը ու Հայաստանը դարձնեն ջուլ ու փալազ, որտեղ ամեն մեկը կարող էր ոտքերը մաքրել։ Մինչև երբ քեզ եմ հարցնում ժողովուրդ, մնաց 4 ամիս ընդամենը, նորից կանգնելու ես ճակատագրական հարցի առաջ։ Հունիսի 7-ը չի լինելու շարքային ընտրության օր, լինելու է լինել, չլինելու օր։ Դու ում ես ընտրելու, կասես ում ես ընտրելու, այ
ապերախտ ժողովուրդ, ինչպես քեզ ժամանակին ասել է Մովսես Խորենացին եւ ժամանակին սրտի ցավով ասաց նաեւ Գարեգին Նժդեհը։ Ում ես ընտրելու։ Էս ինչքան պիտի դու սրան մայմունություններին, կապիկություններին ծափահարես։ Ինչքան պիտի չամաչես, որ սրանք են քո ղեկավարները։ Օրինակ, ազգային ժողովի դիմաց, նախագահականի դիմաց, իհարկե ազգային ժողովը վերածվել է Միլի Մեջլիսի, նախագահականն էլ վաղուց հորտանոց է ներկայացնում իրենից։ Ուրեմն այն բազմաթիվ կանայք, տղամարդիկ, երիտասարդներ, որոնք պահել էին այն պաստառները մեր գերիների վերադարձի պահանջով, դու որ երկիրը ծայրագավառի վերածած չլինես, ժողովուրդը ստիպված չի լինելու ուրիշից խնդրել իր ազատությունը, իր անկախությունը, իր ապրելու իրավունքը։ Այդ ծայրագավառ հիմա ես դարձրել, այ հիմար, դու քո կլանով, քո չգիտեմ ինչերով, ես ուղղակի անհարմար եմ զգում եթերային ոչ պատշաճ բառեր օգտագործել, բայց քանի դու Հայաստանի վարչապետի աթոռից կառչած ես, ու մեր ժողովրդի մի ինչ-որ զգալի հատված ասում է վարչապետ, մեծարգո վարչապետ, այ հողս գլխիդ, դու վարչապետ ես, դու Շանթուլա ես, Շանթուլա, հացը այսպես թիկունքից պահած, այդ հացի կտորի հետևից վազող Շանթուլա ես, նորից եմ ասում, դատի տուր ինձ, որ աշխարհն էլ իմանա, որ դու Շանթուլա ես, ընդամենը։ Կապվածել արտոնվում է, հայ առաքելական եկեղեցին փորձում է դիրքավորվել որպես օտարերկրյա պետության մեջ, ավելին, նա այսպիսի համեմատություն արեց, որ համեմատության եզը գտավ ծայրահեղական իսլամի դրսևորումների հետ։ Հույսունեմ կորեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց աշխարհում շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Դու գաղտնի իսլամիստ ես, դու չես կարող քրիստոնյա լինել, որովհետև ոչ քո արմատներն են քրիստոնյա, ոչ էլ քո պահվածքը, դու ուղղակի մտաշահարկող ես, այդ մեկ, նայում ես, քամին որ կողմից է փչում, անցնում ես այն կողմը։ Հիմա լսիր, ես քեզ ինչ ասեմ, դու հերիք է վայրահաչ տաս հայ եկեղեցու վրա, քեզ նման շատ շներ են անց ու դարձարել հայ եկեղեցու կողքով, բայց նրա մազն անգամ չի պակասել, ու չի էլ պակասելու, այդ լավ իմացիր, հայ եկեղեցին գնալով հզորանալու է, որովհետև հայ եկեղեցին մեր ազգային ինքնությունն է, նրա գոյության հենարաններից, եթե ոչ ամենազորեղը, ապա գոնե ամենաառաջինը, դու չես կարող հայոց եկեղեցին քանդու քարապանել, մի արա այնպես, որ մարդիկ քեզ ոտքի տակ տան փողոցներում, հասկացիր, վերջապես ես քեզ այսօր նորածնի նման գուրգուրող, փայփայող, խնամող ոստիկանությունը իր եկ ղեկավարով մի օր ինքն է քեզ գլուխը տալու ջարդելու, քո գլուխը իրենք են ջարդելու, այդ լավ իմացիր, այնպես որ ես շատ եմ շփվում իրենց հետ, իրենք սպասում են այդ երանելի օրվան, երբ որ իրենք բացահայտ գլուխը ջարդելու են, այդ իմացի, իրենք են ջարդելու, քո կողքիններն են ջարդելու, այնպես որ, մի արա այն բանը, որի տակից դու չես կարողանա դուրս գալ, դու ուր եկեղեցինոր, անամոտ, աննորմալ, այդ կապելու գիժ, դու ինչ ես ուզում եկեղեցուց, մնացել է մենակ կաթողիկոս էլ դառնաս ու վերջ, չէ, քո փչացած հոգին, քո փչացած
մտածելակերպը, քո փչացած ուղեղը իզորու չէ եկեղեցու դեր տանելու։ Հերիք է վայրահաճ տաս պետություն պետության մեջ։ Այդ պետությունը դու ես բա։ Դու առանց անհարմար զգալու, առանց վախենալու, բարձ եմ ասում, հայտարարում ես եթերում, թե կառավարությունը ես եմ։ Գրողու ցավ ես դու, քեզ նման մի փնթի, չլվացած ատամներով, մեկն էլ 14-րդը, ներողություն, Լուդովիկոս 14-րդը, 16-րդ դարում էր հայտարարում պետությունը ես եմ, կա դարձավ պետություն, այ անլվահիմար, հերիք է էլի, դու բոլորին ես հիմարի տեղ դրել, գիտես բոլորը քո շրջապատի ապուշներն են, որի ինչ ասես բաց ատամներով ժպտան ու գլուխ խոնարեն, այդպես չէ, մի հատ թիկունքդ շուրջ տուր, գլուխդ, ականջներ, շուրջ տուր թիկունքիդ նայի, ինչեր են խոսում քո մասին, մեկ էլ լսի ժողովրդի ձայնը, տես ինչեր են ասում քո մասին, տես ինչպես են ողբում, որ դու ես այս երկրի ղեկավարը, ուղղակի ժողովուրդ, պետք է այս ամեն ինչ եզրակացություն անել ու հունիսի 7-ին պարզապես ձեր քաղաքացիական պարտքը կատարել, գնալ ու սրան ջնջել հայոց պատմության միջից, որովհետև այս 8 տարիները պիտի հետո եկողները մտածեն, որ հայոց պատմության ամենաողբերգական, ամենազարուրելի ժամանակաշրջանն է եղել։ Իսկ որ դու շրջապատված ես հացկատակներով, բնակալեզներով, այդ ես շատ վաղուց գիտեմ։ Օրինակ, Ստյոպա Սաֆարյանը, եթե նա ժամանակին 20 թվականին իր քրոջ հետ պատասխան տար Շուշիի անկման օրերին ինչ էր անում այնտեղ, երեք վայրահաճ չէր տա Շուշիի ներողություն Նիկիտա Սիմոնյանին նվիրված ֆիլմի մասին, վայրահաճ չէր տա, այդքան ուզում ես Ուկրաինան հաղթի, արդար է Ուկրաինայի պահանջը, արդար է Ուկրաինայի կռիվը, ինչու չես գնում այնտեղ պատերազմելու, գնա, որ ասեմ հա տղամարդը իր բերանց խոսքի հանել դրա տերն է, ախր քեզ ոտի տակ կգցեն, չեն էլ տեսնի մարդը կտրորեն կանցնեն, այ ողորմելի, ես ինչ հիբրիդային պատերազմի մասին ես նորից վայրահաշ տալիս, Ալյոնա, ֆիլմը գեղարվեստական գործ է, որից դու գաղափար չունես, դու մենակ կարող ես քո մակարդակի պորնո ֆիլմերի մասին խոսել, մնացածի հետ դու գործ չունես, դա քո խելքի բանը չի, կանգնում ես հիբրիդային պատերազմ եք բորբոքում, այ քեզ բան, Լավրովը արտահայտվել է Արարատ 73 ֆիլմի մասին, իզուր քեզնից թույլտվություն չի խնդրել, այ ապիկար անուս, դու գետինը չես մտնում, իսկ ինչ է վատ է, որ Լավրովն արտահայտվել է, գերհզոր պետություններից մեկի գերհզոր նախարարը այդպիսի հրաշալի մտադրություն, ներողություն, տպավորություն է հայտնել ֆիլմի մասին, վատ է, կարող է քո ֆիլմերի մասին պիտի խոսեր, և ուզում եմ անպայման ժողովուրդ քո ուշադրությունը հրավիրել, ես ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել, են ապիկարը շատ մեղմ է ասված, են կեղտերի մասին, են որ ԼԳԲՏ են քարոզում, են որ Եվրոպա են քարոզում, դրանցից մեկ են Արման Բաբաջանյան կոչեցյալը, են որ սեփական մոր վրա բողոք է տարել ժամանակին ոստիկանություն, գիտեք ինչ էր առաջարկում, ենքան էլ մի վստահ, այ տեսեք ինչ լավ եղավ,
Դիվենսը ներո շնորհակալություն եկավ, մենք արդեն մայիսին կարող ենք պայմանագիր կնքել նրա հետ, մենք ով է, դու ով ես, դու ում շունն ես, քանի դրան շուն ես դու, գիտես, որ հաշվեմ, երևի միք ձերքիս մատները չբավարարեն, դու ով ես, ումից ես իրազեկված, ումից ես լիազորված, որ պիտի պայմանագիր կնքես, և քեզ նման ապիկար, քեզ նման այլանդակ, հայ կոչված, այլասերված հայ կոչվածները, գիտես ինչ են մտածում, հայնո, Բաբաջանյանն ասում էր, որ գնալու ենք կնքենք, այսինքն, Եվրոպան արդեն փլուզվել պրծել է, Եվրոպական միությունը չկա, Եվրոպական միության մեջ Եվրոպայի սրտում գտնվող երկու պետություն ատոմակայանի կառուցման պայմանագիրը կնքել են Ռուսաստանի հետ, այս ողորմելին կախենք էլ դիվենսից ու չգիտեմ էլի ումից, որ ինչպես է կոչվում այդ ատոմակայանները, չէ, մոդուլային ատոմակայան սարքեն, այ հիմար, Դիվենսին գիտեք ինչ է հարկավոր, տարածք որտեղ կարողանան փորձարկել այդ ատոմակայանը, լավ միթե դուք այդքան խելք չունեք։ Հիմա տեսեք, նորից գալով Փաշինյանի հարցազրույցին, ասում է, եթե ես մի դրամով վարչապետ աշխատեմ եւ հարցնեք այս կոստյումը որտեղից, ինչով եք սնվում, ինչ են պատասխանելու։ Մի դրամները պետությունն արժեզրկելու մասին է, պետությունը կոնկրետ մարկանց գրպաններում տեղավորելու մասին է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ ինչպես է իրենց միայն հետաքրքրում այն թալանը, որը իրենք իրականացնում են այսօր։ Դու ոչ թե Հայաստանի պատմության, այլ համաշխարհային պատմության ամենալտի թալանչին ես, ամենաայլասերված թալանչին ես, որովհետև քեզ նմանը աշխարհը չի ծնել, քեզ նման այլանդակ, այլասերված աշխարհը չի ծնել, դու ամենամեծ թալանչին ես, դու չես ամաչում, չես վախենում, հենց այնքան է, որ դու վերելակներում ծախել ես Արցախը, հենց այնքան է, որ դու միլիոններով պարգևավճարներ ես զղկտվում, ներողություն բարի համար, իմ ակնդիր և ունկնդիր, և դու քո շուն ու շանգալին կերակրում ես նույն ձևով, որպեսի պահեն քո թիկունքը, դու այդ ճանապարհը շատ երկար չես անցնելու։ Նախ մոտորերս, ես չգիտեմ ով էր, մի շատ իմաստուն հարց էր տվել։ Վարչապետի, նախագահի, արտաքին գործոս նախարարի, էլի չգիտեմ ինչ շուն ու շանգալի, կոմունալը, ուտելիքը, հագնելիքը, բնակարանը, ջեռուցումը, չգիտեմ էլի ամեն ինչը հոգում է պետությունը, այսինքն այդ ամառանոցներ կոչված այդ կառույցը նստած է պետության բյուջեի վրա, դու ինչու ես աշխատավարձ ստանում, ինչու պիտի դու աշխատավարձ ստանաս, ինչ ես անելու աշխատավարձը, քո անհագ որքորը էլի չի լծվի, անամոտ, շուն, ես ինչ եք անում, ես երկիրը, ժողովուրդ ուշադիր լսեք, սրա մանիպուլյացիաներին, այսինքն մտաշահարկումներին ուշադիր եղիր, նա կարողանում է, ասենք կրթությունը պակաս, փորձը պակաս, մարդկանց կարողանում է հավաքել իր շուրջ բոլորը, մի հավատա, սա թուրքի գործակալ է, թուրքի դրածո, հասկացեք, այդ որ վազվզում է, օթանավը բյուջեի վրա դրած, բենզինը լսվում է, թրջում է աշխարհի, ես կողմից են կողմը, ես չեմ զարմանա, եթե հանկարծ ինքը մոտ ժամանակներս ասի ինձ, նաև դիեզերագնացի կոչում տվեք, որովհետև ես ավելի շատ երկնքում եմ, քան հողի վրա, այ ապիկար, հերիք եղավ,
մի քիչ նամուս ունեցիր, մի քիչ պատվի զգացողություն ունեցիր, այսպես չի կարելի, քո սերունդներին էլ անեծկով կհիշեն հետագա սերունդները, մենակ քեզ չէ, դու Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման ես լինելու, Մելիք Ֆրանգյուլին գոնե հողի մեջ դրել, թաղել են, ճիշտ է, վրան աղտեղությունն են լսնում, բայց քեզ կարող է էլ բախտ չվիճակվի, որտեղ դու շատ ես այլանդակ, շատ ես այլանդակ, դու երկրին դավաճանել ես, դու երկիրը ուրացել ես, դու մեր կրոնը ուրացել ես, դու գետինը չես մտնում, ամեն անգամ գնում ես մի եկեղեցի պղծելու, ինչի համար ես գնում, հայոց եկեղեցին, այո, բաց տեղեր որ չունենար, հայոց պետությունը, որ բաց տեղեր չունենար, քեզ նման սինլքորը, ստահակը չեր կարողանա տեղավորվել, թեկուզ և ուրիշների աջակցությամբ ու բերելով, այնպես որ, եթե գոնե ուզում ես մարդավարի դատվել հրաժարական տուր, և հունիսի 7-ը շատ պատե առիթ է, որ դրա նախորյակին, այսինքն նկատի ունեմ ապրիլ ամսին, երբ որ պետք է առաջադրումները լինեն, նամուս ունեցիր, հրաժարվիր այս ամենից, որովհետև մի արա այնպես, որ ժողովուրդը կպն հայտարարի օրենքից դուրս, արդեն խեղդվում են մարդիկ, արդեն չեն կարողանում կուլ տալ բոլոր այլանդակ արարքներդ, հերիք է, որովհետև ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, հետո ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը մի բան հաշվի առնի, մեր պատմությունը գալիս է հազարամյակների խորքից, մեր պատմությունը գնալու է հազարամյակների խորքը, այնպես որ քեզ նման մի սինլքորը չի կարող կործանել մեր երկիրը հիմնովին, մենք պետք է ապրենք այն գիտակցությամբ, գալիքի այն համեստ սպասումով, որ մի օր մեր երկիրը իր վրայից կթոթափի 8-ամյա անլվակեղտը և կմտածի իր կորցրած լույս կտորները վերադարձնելու մասին, որովհետև այդ գիտակցությունը մեր մեջ, մեր սերունդների մեջ, մեր սերունդների գիտակցության մեջ չպիտի բացակայի, Արցախը եղել է, չկա, բայց կլինի հայկական, այդ դու չես լինի հաստատ, ես էլ կարող եմ չլինել, ոչ մեկս անմարդ չենք, բայց որ գիտակցությունը պետք է մնա, ու դու ինչքան էլ ուզում ես վայրահաճ տուր, ինչքան էլ կապիկի շորեր հագեք, մարդ ընդունեք, ճանապարհեք, դհոլ խփեք, զուռնա նվագեք, չգիտեմ ինչ անեք, միևնույն է, դու անցողիկ ես, որովհետև այն թմկահարությունից մի օր հետո էլ ոչ ոք այդ մասին չէր խոսում, քո կողակցի այս երեքվա հագուստը, երեխա մայր է, 3 երեխաների մայր, այ հողը քեզ մայր համարողի գլխին, դրանք անցողիկ բաներ են, որոնք միայն քեզ նման չտեսները և քեզ նման անբարոները կարող են ընդունել ու հասկանալ, իսկ լուրջ նորմալ մարդիկ նման բաները սովորաբար բանի տեղ չեն դնում, այնպես որ էլ եմ ասում ժողովուրդ, քիչ մնաց, և հետո, ես ինչ սեր է բուսնել Ալյոնայի սրտում, մեր դաշնակիցը, մեր էսը, այ, լկտի, 1030-ի, անամոտ, քանի օր առաջ էիր հայոյում, մի հայոյի ու մի կեղծիր, որովհետև լուրջ չես ընդունվում, որովհետև քեզնով մեր երկիրը լուրջ չի ընդունվում ուրիշների կողմից, այսպես չի կարելի,
Ես երբեմն համացանցը թերթում եմ ու սրտի ցավ եմ զգում, թե ինչպես են վերաբերվում մեր երկրին, ինչի տեղ են դնում մեր երկիրը։ Դու ու քեզ նմանները Ալյոնա ես, ինչ Զիբիլ ես, ես Թուրքի Լամուկ ես, ինչ Նիկոլ ես, ինչ չգիտեմ գրողոցև ցավ ես, ձեզ նմանները այսօր մեր դարավոր հարևանին Իրանին կանգնեցրել եք, գիտեք ինչ վիճակի առաջ, երբ որ ամեն վարքյան, որտեղ թրիփը այդ նպատակն ունի, որպեսզի կտրվի ճանապարհը Իրանի եւ Ռուսաստանի միջև, իսկ այդ արանքում մենք ենք, մեր Հայաստանը, որը կարող է դառնալ պարզապես ոտքի տակի խիճ, հասկանում եք այսքանը։ Այսօր Անահիտ Ավանեսյանն է ասուլիս տվել, Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78 տարեկանը, սա կարևոր ձեռքբերում է, ասում է նա։ Իհարկե գծգտուր պատասխաններ պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում այդ բարդակի ներողություն բառիս համար վիճակի մասին։ Մենք շատ ենք ստանում մեծահասակներից մանավանդ ահազանգեր, որ խայտարակություն են հիմա բժշկական հաստատություններում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը Տիկին Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Եվ Արսեն Թորոսյանն էլ վերջերս հայտարարում էր, որ թոշակառուները Բեռ են։ երկար են ապրում, Բեռ են։ Այ բեռ չդառնաս դու։ Երևի ամենաճիշտ պատասխանը այդ կդառնա, որ մի օր պետության վրա բեռ չդառնաս։ Բայց ես կուզենամ, որ ավելի շուտ վերանաս, քեզ նմանը քո տեսակը ինչքան ապրեց, այնքան հայազգի մասին վատ են մտածելու։ Անահիտ Ավանեսյան, այ գլխին ճիպոտով տված հավ։ Ես այն մարդն եմ, որը կառավարության մուտքի դիմաց քեզ հետ զրուցեց ու ասաց հավաքվիր գնա պոդիում։ Հիմա ինչ, աչքդ փորձել ես, մեր թոշակառուները շատ են ապրում, չլինի ձեր տված միջոցներով են ապրում, այ իսկական դավաճաններ, Նիկոլը թուրք է, թշնամի է, դուք դավաճան եք, այդ որ Ռուսաստանից այդքան տրանսֆերներ չուղարկվեն, այդ որ 3 միլիոնից ավել է Ռուսաստանի հայ բնակչությունը, այդ որ այդ տրանսֆերները չուղարկեն, այստեղ իրենց հարազատները, ինչով պիտի սնվեն, սովից չմեռնեն ու դեռ ձեր աչքին էլ թվում են երկար են ապրում, ձեր պահածնեն, թե Արսեն Թորոսյան կոչված լպրծուն ստահակ, թե քո ապահոված թոշակն է մեզ պահում, գետինը մտնես, գետինն էլ է ափսոս, ինչ եք ուզում դուք ես մարդկանցից, ձեր աչքը փորձել եք, հա, կորոնավիրուսը բերեցիր, տարածեցիր, աննորմալ, ստահակ, կապելու գիժ, երկու իրար հետ չտալով գլուխ էի գովում, թե ինչպես է կորոնավիրուս տարածում ու դրա դեմ պայքարում, ես չեմ մոռացել, որ ասում եք տնական քաշած արաղով ինչ կանենք, հա ու պինցետով կքաշենք, կպոկենք, գետինը մտնեք, գետինը, Արսեն դու չէիր, որ ասում էիր, ես հիմա Ճապոնիայից եմ եկել, կորոնավիրուս եմ բերել ու տարածում եմ, իբր Ճապոնիա, հա, իբր թե հա էլի կատակ ես անում, դու տեղով վիրուս ես էլի, կարող են նրանք են վարակվել, դու վիրուսին ինչ պիտի անի, դու տեղով վիրուս ես, չարորակ, վատորակ չէ, չարորակ վիրուս ես դու, Արսեն Թորոսյան կոչված, դու որ կորոնավիրուսի են պիկի ժամանակ թողեցիր ու գնացիր, ուր, Արցակուր չէ, ինչի համար գնացիր, գիտես չգիտենք, որովհետև քո ղեկավարը, որի հետ նորից մտերմացել ես, քեզ փորձում են նեղել, իսկ քանի որ ղեկավարի բոլոր փաստաթղթերը քո գրպանում են, իր հոգեկան վիճակների մասին, դրա համար դու նրանից չես վախենում, ու ասացիր ձեր վարչության նիստի ժամանակ,
Ոբշեմ, ես գնացի, դուք ձեր գժին պահեք։ Գիտեք, ձեր փակնիստերի բովանդակությունը դուրս չեն հանում, ձեր ընկեր կոչվածները, լավ էլ հանում են, լավ էլ տարածում են ժողովրդի մեջ, փորձելով իրենց ապահովագրել։ Հիմա Արսեն Թորոսյան, ինչ ես ուզում, չապրենք, մեկը ես թոշակառու եմ։ Ես ապրելու եմ այնքան, ինքս ինձ խոստացել եմ, որ ձեր բոլորի անկումը տեսնեմ, ձեր բոլորի սատկելը տեսնեմ ու Հայաստանի ճախրը պիտի տեսնեմ։ Ես չեմ ասի, որ սրանց անկումը տեսնեմ ու մեռնեմ, չէ, բոլորովին, ես ուզում եմ ապրել այնքան, որ ձեր արած ավերածությունները նորմալ մարդիկ կարողանան վերականգնել, Հայաստանի պատիվը բարձրացնել, իսկ Հայաստանի պատիվը կարող է բարձրանալ միայն մի դեպքում, երբ որ ընդդիմադիր ամբողջ դաշտը, ես երբեք չեմ հավատացել այն հեքիաթին, որ հնարավոր է բոլոր ընդդիմադիրները միավորվեն, դա անհնարին բան է, որովհետև ամեն մեկը ընդդիմություն ասելը հասկանում է յուրովի ինչ-որ տեղ։ Ես շատ լավ առաջարկ եղավ պարոն Քոչարյանի կողմից, որպես իմաստուն կառավարիչ, որպես փորձ ունեցող, որպես պատերազմի խրամատից դուրս եկած մարդ, որպես գրագետ, որպես աշխարհում ճանաչված, ինչ առաջարկեց 3-4 բլոկներով ընդդիմադիր գնալ ընտրությունների, որպեսզի մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան եւ կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել։ Հետո կարելի է կազմել կոալիցիա, այսինքն համաձայնության կառավարություն, այնպես որ երկիրը չի կարելի թողնել բախտի կմահաճույքին, անտերի գլուխը ով ասես կխուզի, անտերի գլուխը ով ասես կկտրի, մենք մեր երկիրը չպիտի անտեր թողնենք, ժողովուրդ, պիտի մենք ինքներս պայքարենք մեր երկրի համար։ Եվ Տիկին Ալեքսանյան Այո։ այսօր բանակի խնդիրներից էին խոսում, ինչ էր ասում, Անդրանիկ Քոչարյանն ասում էր բանկաբուտուր կերպով այլևս բանը չի լինելու, Սուրեն Պապիկյանն էր նույն բանը սկսվել է տարին Անահիտնով է։ Անդրանիկ Քոչարյան։ Անդրանիկ, հա։ Բանկաբուտուր կերպով չի լինելու կահավորված բանակը, սկսվել է 2 մահ։ Իսկ մեկ ամսում 2 մահը, պարոն բեղավոր կռիս, ներողություն եմ խնդրում, սա հեղինակային իրավունք ունի, դա գյումրեցին է, որը քեզ անվանում էր Սայլուկ, Գյումրիում այդ բառը շատ հարգի է իմիջայլոց, որտեղ քեզ նմաններին այնտեղ Սայլուկ են անվանում, և ասում են, բեղավոր կռիս, երկրաշարժի ամբողջ օգնությունը տարար, ջրվեժում կառուցեցի 16 համարի տակ, մեծ մենատուն, դու չես, դու 30 ունես, դու իրավունք ունես խոսելու բանակից, ես բանակից շատ եմ առնչվել, որովհետև մենք 17 տղա ենք ճանապարհել բանակ, չհաշված իմ աշակերտները, և բացի այդ էլ ես Արցախի զորամասերի հետ եմ շատ առնչվել, այնտեղ ես իմ պիեսներն էի տանում, բում էր բարձրանում, զինվորի ոգևորությունը, զինվորի առողջ տեսքը, զինվորի մաքուր տեսքը, զինվորի կերած խմած, ինչպես ժողովուրդն է ասում, թշերը կարմիր, մեր զինվորները վատն էին, մեր հարազատների բոլոր երեխեքը ծառայել են Արցախում։ Այս հարցում ոչ մեկը չի կարող ինձ հետ վիճել, որովհետև ես իմ սեփական զգացողության մասին եմ խոսում, բանկաբուտուլկա, իսկ դու ինչ ես, գուցե, երեք Երևանի ավականու ժամանակ մի արևմտահայ խոսակցությամբ, ես չգիտեմ անուն ազգանունը այդ անդամի, ինքը օրինակ Ավինյանին առաջարկեց փոխարինել արհեստական բանականությամբ։ Հիմա ես
ընդունում եմ այդ մարդու ասածը եւ առաջարկում եմ այս բեղավոր կրիսին եկեք փոխանակենք ներողություն փոխարինենք արհեստական բանականությամբ, որովհետև արհեստական բանականությունը կհասկանա, որ այդ բանկաբուտուլկան, իսկ որ այսօր մենք դիրքեր չունենք, հարյուրավոր դիրքեր եք հանձնել, որտեղ պիտի տանեք բանկաբուտուլկան, հա, ուր պիտի տանեք բանկաբուտուլկան, գետինը մտնես, բեղավոր կրիս, նորից եմ ասում, ներողություն խնդրելով ակնդրից և ունկնդրից, են որ դրանք կախվում են, շատ ճիշտ են, որովհետև դրանք շատ զգայուն են և քամու ամեն մի նշույլն անգամ այդ իրերի վրա տարածվում էր և զգացվում էր, այսինքն ուզում ես ասել, որ հիմա մեր դիրքերն այնպես են կառավարված, որ հեռակառավարման սարքերով են ղեկավարվում։ Դու այդ ստերդ, այդ հիմար արտահայտություններդ ձեր ՔՊ-ի ներսում, վարչության ներսում տարածիր, որտև այնտեղ քեզ կհավատան, որտև քեզնից ավելի լավը չեն, ոչ մեկը։ Իսկ բանակի միսը հերիք է ուտեք, բանակի միսը կերել եք, թողել եք մենակ ոսկորը, ոչ մի անգամ, օրինակ 98-ից 2008 թվականները բանակում քանի մահ է եղել, էնել ծառայողական բաների հետ են կապված եղել, կարծեմ մեկ ինքնասպանության դեպք է եղել, իսկ 25 թվին քանի հոգի մահացավ, քանի հոգի, ոչ ռազմական գործողությունների հետևանքով, դուք այնքան եք ստոր, որ Թուրքի հարվածածներ վերցնում եք ու հայտարարում որպես ինքնասպանություն, այսինքն ձեր եղբայր թուրքերի պատվի մասին եք մտածում, չմտածելով, որ ինքնասպանությունը շատ վատ բան է, թուլակամության ինչ-որտեղ նշան, և դուք մեր հայ երիտասարդին, որին ոչ մի պայմանով չեք կարողանում ապահովել, ինչպես հարկն է, մի բան էլ դրդում եք ինքնասպանության։ Իսկ ես կարող եմ ասել, որ այսօր նույնիսկ գազաբալոններն են լիցքավորում ուղարկում դիրքեր, որպեսզի զինվորներն այնտեղ կարողանան բան, թեյ կամ սուրճ եփել և խմել տաքանալ մի քիչ։ Ես կարող եմ դա վկայել, որովհետև աչքով տեսել եմ։ Իսկ դու մի երկու անգամ գոնե, ինչպես ասում են, պոկվի այդ աթորից, ոչ մեկը հետևից քեզնից հետո չի քաշի տանի։ Մի անգամ գնա դիրքեր, տես մենք դիրք ունենք, որ մեր զինվորը անցնում է ադրբեջանցի զինվորի ստուգումից հետո։ Սա չի քո պահած դիրքը, պապիկյան ես, կապիկյան ես, ինչ գրող ու ցավ ես։ Էս չի ձեր պահածը, ձեր պահած բանակը։ Դուք բանակ եք թողել, դուք բանակի միսը կերակ, ոսկորը թողեք, ոսկորի վրա նորից կծաղկի մեր բանակը, հրաշարվեք, հերիք է, ժողովուրդ հիշիր սրանք, արփասլան են, ուրիշ բան չեն, պիտի հասնես այն բանին, որ ՔՊ-ն հայտարարվի օրենքից դուրս պարզապես։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։